Պրոբլեմը ցանկացած հարց քննարկելու համար պիտի առերեսվես հարցի հետ։ Եթե չես ուզում տեսնել քեզ համար անցանկալին, սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Ես հասկանում եմ ձեր հարցի եւ ուղիղ տեքստը եւ ենթատեքստը։ Չեմ վախենում, եթե հարցինի պատասխան դա ձեզ կբավարարի, որովհետեւ չեմ վախենում ոչ թե որովհետեւ չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետեւ կշռադատված որոշում եմ կայացրել եւ ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեք հանձնաժողովին ասացի ինչի եմ այդ քայլին գնում, ես նաև պատմեցի, որ 2 անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար։ Եվ նաև ուզում եմ նշել, որ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման ես ինքս դեմ եմ։ Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի։ Այսինքն տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ, այսինքն հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած process սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է խնդիրների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում խնդիրները, դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Եվ այս առումով Պարոն Բագրատյանին պատասխանելով էլ ասացի, որ այստեղ կանգնած չէի լինի։ Եվ սա հանցավոր ինքնավստահության իմ կողմից, հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամությունը եւ ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ իմ կողմից նաեւ բացառելու խոստումներ այսօր պիտի չտամ, բայց ես մեկը տալիս եմ, բացառելու է։ Ցանկացած դեստրուկցիա, որը որ կարող է ստվերի process-ները։ Հուսամ կարողացա պատասխանել ձեզ շատ լայն հարցին։ Համեցեք, պարոն Մարտյան։ Գիվ Արտապետյան, շարժական եմ հայեր, եթե կարելի է, Գիվ Արտապետյան, շնորհակալություն երկի խորհրդարանը նաև որոշակի հարցադրումների համար է, որոնք սովորական արդիական կյանքում իրավաբանին չի տա, բայց այդուհանդերձ որոշակի մտքեր, որի պատասխանը մենք էլ գիտենք, բայց բարձրաձայնելը չափազանց կարևոր է։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մենք ընկերներ ենք, եւ այստեղ ձեզանից ոչ շատ հեռուներ նաև դատական իշխանության մեր ներկայացուցիչները, որոնցից շատերի հետ կրկին ես ընկեր եմ կամ ընկեր եմ իրենց համարում։ Ես ուզում եմ եւս մեկ արձանագրում անենք եւ հրապարակային։ Մեր ընկեր լինելը կամ որևիցե մեկի հետ ընկեր լինելը որևիցե եղանակով կարող է խոչընդոտել ձեր մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Ես ձեր հարցին հիմա լավ, եկեք երեկվա օրինակով քննարկենք, ինձ 2 րոպե կտակ։ Չէ, պրովոկացիան, տեսեք, երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ 55 վայրկյան։ Իմ ժամանակը տեղից քիչ է։ Երեք դուք հրավիրել եք պարոն Քոչարյանին։ Իմ ու պարոն Քոչարյանի ծանոթությունը սուր մասնագիտական բանավեճից է սկսվել։ Ես երեք պարոն Քոչարյանին որ տեսա հանձնաժողովում, մտածում եմ, ասում եմ, տեսնես նեղացած է ինձանից, թե չէ։ Իմ ընկերները, այդ թվում դուք գիտեք, մենք ինչ մասնագիտական առճակատումներ ենք ունեցել եւ ինձ համար, հա, մենք երեկոյան կարող ենք իրար հետ սրճել, բայց հետո գալ աշխատասենյակ ու դուք չեք կարող վկայակոչեք մեր երեկվա խմած սուրճը, որովհետև ես արդեն այնտեղ չեմ գալիս որպես Աննա, ում հետ դուք ընկերություն եք անում, ես այնտեղ գալիս եմ որպես մարդ, որը իրականացնում է գործառույթ, ու եթե ես դա չանեմ, ուրեմն ես երևի իզուր եմ ծախսել այն ռեսուրսը, որը որ ծախսված է իրավագիտության ֆակուլտետում սովորելու եւ հետագայում մասնագիտական կարիերա անելու վրա։ Վերամբարձ է հնչում, ես այս ձևակերպումներ չեմ սիրում, բայց ստիպված եմ անից Երևան քաղաքի Առաջինացյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը եւ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը։ Գործն ուղարկվեց հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Բոլոր նիստերը լուսաբանվում են, նիստերի վերաբերյալ կարծում եմ ամբողջությամբ համապարփակ տեղեկացված են եւ տուժողի իրավահաջորդները եւ հանրությունը։ Բայց ուղղակի կնշեմ, որ ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման լույսի ներքո, եթե մեղադրողը գտնում է,
որ կատարված արարքը կարող է որակվել քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխման ուղղված քայլեր ձեռնարկել։ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողի կողմից կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գևորգյանին նախկին քրեական օրենսգրքի 301 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու եւ նրանց նոր արդեն նույն օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ։ 2025 թվականի նոյեմբերի 24-ին դատարանը հանրային մեղադրողին ժամկետ է տրամադրել նշված որոշումները քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու եւ ներկայացնելու համար։ Ձեր հնչեցրած հարցերից ես հասկանում եմ, որ մեղադրանքի վերաբերյալ տեղեկացված չեք, բայց նաև ազգային ժողովի ամբիոնից ես չեմ կարող հանրային մեղադրողի փոխարեն, թեև իհարկե շատ ցանկալի կլիներ, ընթերցել ամբողջ մեղադրանքը, որ առաջադրված է, եւ ձեր բարձրացած մի շարք հարցերի պատասխաններ հենց այդ մեղադրանքի մեջ դուք կստանայիք կապված եւ զինվորականների մասնակցության հետ կապված եւ որոշակի դրվագների հետ կապված, որոնք տվեցիք նախաքննության մարմնին, բայց նշեմ, որ առաջիկայում դատարանը արդեն մեղադրողին հնարավորություն է տալու ներկայացնել, այսինքն դատարանում ընթերցել այն մեղադրանքը, որը առաջադրված է իմ կողմից նշված անձանց, եւ ըստ էության արդեն հնարավորություն կունենա հանրությունը ծանոթանալու դատարան ուղարկված մեղադրանքի բովանդակությանը։ Ցավոք սրտի, մինչ այս պահը մենք որպես հանրության ներկայացուցիչներ զրկված ենք եղել այս հնարավորությունից։ Վստահաբար դատարանի հետ կապված հարցեր կլինեն, բայց ձեր թույլտվությամբ ես ներկայացնեմ երկու այլ գործառույթի հետ կապված դատախազության այս ընթացքում կատարած աշխատանքը։ Այդ թվում այն կոնտեքստում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբեր ամսին նշել է Ֆարմանյանը եւ այլ քնդեմ Հայաստանի վճռի ներքո։ 2025 թվականի օգոստոսի 11-ին գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը որպես հետադարձ պահանջ համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։ Ինչու 670 միլիոն, ինչու հայց։ Հետադարձ պահանջի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով ազգային ժողովի կողմից 2019 թվականի հունիսի 4-ին ընդունված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքը։ Վստահ եմ ազգային ժողովի պատգամավորները կհիշեն նախաձեռնությունը, կհիշեն քննարկումները, որոնք տեղի են ունեցել ազգային ժողովում, եւ դրա հիման վրա կառավարությունը 2019 թվականի օգոստոսի 8-ին ընդունեց որոշում, որով Արդարադատության նախարարությունը արդեն հետագայում փոխհատուցումներ կատարեց եւ փոխհատուցումների հանրագումարը, որը մեր խնդրանքով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 25-ին տրամադրվել է դատախազությանը։ Պարզ է դառնում, որ մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց մինչ 2024 թվականի հոկտեմբերի 25-ը տրամադրված աջակցության չափը կազմում է 670 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը նաև ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, խնդրելով հայցագնի 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին